Ողջույն։ Մի կողմից Հայաստանի իշխանությունը անում է ամեն ինչ, ամեն անգամ շատ անհարմարություն, ամոթ եմ զգում այս տեսակին ու որակին իշխանություն ասելով, բայց դե ինչ արած, մեր երկրում այսօր այդ որակն է։ Եվ ուրեմն սրանք անում են ուժերի առավելագույնը ընտրություններում ընդդիմության համար հնարավորինս շատ խնդիրներ ստեղծելու համար։ Դա անում են հակասահմանադրական եղանակով, օրենք օրինականության վրա թքելով։ Մյուս կողմից անհույս ջանքեր են գործադրում ձայն փախցնելու համար։ Այցելում են դպրոց մանկապարտեզներ, խանութ շուկաներ, մարդկանց տներն են ներխուժում, զոռով բաժանում իրենց փոքրացրած քարտեզը։ Եթե ինչ-որ բան են կառուցել, ամիսներով ձգձգում են, որ բացումը նախընտրական շոուով լինի։ Մարդկանց ճնշում են, ստիպում են, սպառնում են ու պետբյուջեի միջոցներով ժամանակավոր լավություն են անում, որը միանշանակ կարող է դիտվել ընտրակաշառք, բայց կարծում եմ խիստ անիմաստ է այս ամենը։ Հայաստանում ընտրողների այն մասը, որը պատրաստվում է գնալ քվեարկության, արդեն կողմնորոշվել է վաղուց։ Նիկոլի հույսը այն է, որ հիասթափվածները, անտարբերները չգնան ընտրության, նստեն տանը, որովհետև այն բանակը, որը շատ մեծ է, հաստատ իրենը չէ։ Եթե գնա ընտրության, ընդդիմադիրների մեջ է կատարելու իր ընտրությունը։ Այնպես որ Նիկոլի շոուները ընդամենը իր ունեցած քվեները պահելու եւ ընդդիմադիրներին էլ վնասելու համար են, բայց դա էլ չի կարողանում։ Քանի նիկոլական կար, որ եկեղեցու նկատմամբ գրոհից հետո հիասթափվեց նրանից։ Քանի նիկոլական կար, որ ընդամենը վերջին մոսկովյան այցից հետո վտանգ է տեսնում ու Նիկոլին ընտրելու հարցում զատնի է դրել կամ դնելու է, անձամբ գիտեմ ընտանիքների, որ սարսափի մեջ են։ Վաղը կեռասի մթերման եւ արտահանման սեզոն է, հետո ծիրանի, հետո դեղցի եւ այսպես շարունակ։ Ինչ են անելու, թափելու են գյուղ մթերքը։ Արտագնա աշխատանքի մեկնելու սեզոն է։ Ինչ է սպասում այդ մարդկանց։ Կրկնում եմ, չեմ պատկերացնում, որ Նիկոլը ձայները ավելացնի։ Ունի աջակիցներ եւ ունի ոչ շատ վարչական ռեսուրս, բայց դրանք միասին այնքան չեն իշխանությունը պահելու համար։ Ու հիմա հուսահատ ջանքեր է գործադրում զանազան եղանակներով իրավիճակը փրկելու համար։ Լսում ենք, որ մարդկանց տների վրա տասնյակ ընտրողների են, ես ին որտեղից բերում գրանցում, մեկ օրենք են փոխում, որպեսզի Սամվել Կարապետյանի անունը դուրս մնա դաշինքի անվանումից, չգրեն պլակատի վրա, մեկ որոշում են կացնում դիտորդների դեմ, մեկ Նիկոլի հետախույզը հայտարարում է, թե Ռուսաստանից ճնշումներ կան, այսպիսի մանր բաներ։ Բայց նաև 8 տարի հասարակությանը հարստահարելուց, թալանելուց, պառակտելուց, ջարդելուց հետո ժամանակավոր ջերմություն են փորձում հաղորդել։ Անում են քայլեր, որոնք միանշանակ դիտվում են ընտրակաշառքի տիրույթում։ 10,000 դրամով թոշակի բարձրացումը արդյոք ընտրակաշառք չէ, կհարցնեք։ Այն էլ տարեցների վրա մունատ գալուց, նվաստացնելուց, ծաղրելուց, 8 տարի սոված պահելուց հետո։ Նախ ժամանակավոր է կարծում եմ, բայց արդյոք թոշակառուի համար սա հիմք է Փաշինյանին ընտրելու։ Միանշանակ ոչ, որովհետև հենց թոշակառուն ահազանգում է, որ սարսափելի գնաճ է։ Թոշակից շատ, այդ 10,000 դրամը մեկ գնաճով խժռվեց։ Կամ զինծառայության ժամկետի կրճատումը, ընտրակաշառք կարող է դիտվել։ Միանշանակ այո։ Բայց արդյոք զինվորի հարազատի համար սա պատճառ է իշխանությանը վստահելու։ Միանշանակ ոչ, որովհետև սա ամենայն հավանականությամբ խիստ ժամանակավոր որոշում է, եթե սրանք մնան։ Բացի այդ, զինծառայության ժամկետը երկար է թե կարճ, մեկ է, բանակում բարդակ է, ներսում անվտանգ չէ, սահմանները փոքրանում են, թշնամին դիրքերը առաջ է տալիս ու խաղաղության փոխարեն հրադադար է ընդամենը։ Ծնողներն այսօր անորոշության մեջ են ու հանգիստ են այնքան, որքան հանգիստ են լինում ժամանակավոր հրադադարում։ Մեկ այլ որոշում, անհուսալի վարկեր ունեցողների վերաբերյալ։ Կարող է դիտվել սա ընտրակաշառք։ Իհարկե այո, բայց դա միևնույն է, այդ ընտանիքների մոտ բան չի փոխում, որովհետև այդ մարդը մեկ է, չունի եւ չի ունենում գումար։ Նրա սոցիալականում բան չի փոխվում։ Կամ մի քանի տարի էլեկտրամոբիլների վարորդները բողոքում են, որ գույքահարկը հաշվում է շատ անարդար։
բավականին թանկ, ու հիմա ընտրությունների նախաշեմին ընդամենը որոշեցին ցածրացնել, ու չեն ասում սա մշտական լուծում է, թե ժամանակավոր, 1 տարվա, ընտրություններից հետո կվերանայվի, եթե սրանք վերընտրվեն։ Մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձը խոստանում են բարձրացնել մի քիչ, խնամքի հաստատությունների աշխատողների վարձատրությունը ևս նախընտրական կարող է դիտվել միանշանակ, ժամանակավոր է, շատ հնարավոր է, որ այո։ Թավապետաներից այցելում են բակեր ու հարցնում. ինչ պրոբլեմ ունեք, հոկրշը չի կաթում, բակում ինչ ունեք լուծելու, ինչ խնդիր կա, մինչ այս չկային։ Տարին մի քանի խնդիր լուծեին, հաստատ չէր կուտակվի ու այսօրին չէր հասնի։ Կամ տեղեկանում ենք, որ մարզպետներն ու քաղաքապետերը սկսել են ցուցակագրել ու դրամական օգնություն տալ մարզերի անապահովներին, իսկ կառավարությունն էլ 4.6 միլիարդ դրամի հերթական պարգևավճարն է բաժանում շատ ապահովներին։ Նախընտրական կաշառք դիտենք, իսկ ուրիշ ինչ է, եթե ոչ կաշառք։ Իսկ ինչ անուն կտաք նրան, որ հանկարծ խոստացան այլևս հարկային տերոր չանել։ Քանի գործարար այս ընթացքում սննկացավ, նեղություններ կրեց անհիմն ու աստղաբաշխական տուգանքների պատճառով։ Իսկ կա երաշխիք, որ ընտրություններից հետո, եթե սրանք մնան, չեն շարունակելու քերթել հարկատուի կաշին։ Ժորժ ջան, մինչև ընտրություններ իշխանությունից դեռ այնքան ընտրակաշառքի դրսևորումներ կտեսնենք բյուջեի հաշվին։ Իսկ ինչ պետք է անի ժողովուրդը։ Նրանք, ովքեր թեկուզ օգտվում են այս ընտրակաշառքից, իհարկե պետք է օգտվի շնից մազ պոկելու սկզբունքով եւ մերժի նույն այն իշխանությանը, որը 8 տարի իրենց թալանել է, հարստահարել է, զավակներին զոհել է, հողերը հանձնել է, խոստումներն էլ թողել է անկատար ու հիմա եկել են իրենց դուռը քվե մուրալու։ Կարճ ասած, այն ինչ հիմա անում է իշխանությունը, պետություն կառավարել չէ։ Սա դասական ընտրակաշառք է եւ քաղաքական մուրացկանություն։ Երբ 8 տարի շարունակ կեղեքում ես ժողովրդին, քանդում ես բանակդ, հանձնում ես հայրենիքդ ու միայն քո ազգուտակին ես պարգևատրում միլիոններով, ոչ մի մանկապարտեզի վերանորոգում կամ նախընտրական ողորմություն այլևս չի կարող գնել մարդկանց վստահությունը։ Այսօր նրանք ձեր տները գալիս են խոնարհ դեմքերով ու փոքրիկ խոստումներով, որովհետև նրանց վարկանիշը փրփուրներից է կախված։ Բայց իմացած լինեն, որ ոչ մի շոու նրանց այլևս չի փրկի։